Հայաստանում ԿՊ-ի կողմից ստի տարածումը արդեն աներևակայելի մասշտաբների է հասնում, մասնավորապես 3 ԿՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովի ամբիոնից որոշեց տարածի ցույց տա MacBook-ով իր, չգիտեմ ինչ էր ավելի շատ ուզում անել, սուտ տարածել, թե ցույց տալ, որ MacBook ունի, չգիտեմ, բայց ամենայն դեպս այլ տրամաբանական նպատակ ես չեմ գտնում այդտեղ։ Խոսքը վերաբերվում է ցուցադրված տեսանյութին, որտեղ փորձում է ներկայացնել պատգամավորը, որ նախագահ Սարգսյանը ժամանակին Ջո Բայդենի հետ հեռախոսազրույց, այն ժամանակ դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին չճանաչել հայոց ցեղասպանությունը, քանի որ որոշ ԿՊ-ականներ ընթերցելու ունակության հետ խնդիրներ ունեն, ես նաև կկարդամ այն, այսինքն բանավոր կասեմ այն, ինչ երեք գրել եմ իմ Facebook-յան սոցիալական ցանցերում։ Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը տարածել է հերքում, որ ունի մի քանի կարևոր կետ։ Նման բան երբևէ չի եղել որևէ հեռախոսազրույցի ժամանակ։ B. Հայկական կողմը իր համաձայնությունն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ամերիկյան կողմին հրապարակել, գաղտնազերծել խոսակցության սղագրությունը, ինչին ի պատասխան այն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երևանում հերքում է տարածել, որ երբևէ նախագահի եւ փոխնախագահի երկու խոսակցությունների ընթացքում նման կետ չի քննարկվել, նման հորդոր նախագահ Սարգսյանը երբեք չի հնչեցրել եւ բոլոր հեռախոսային խոսակցությունների ժամանակ կոչ է արել իր գործընկերներին ճանաչել ցեղասպանությունը։ Այդ բոլոր տվյալները զետեղված են իմ Facebook-յան էջում, իսկ ինչ վերաբերվում է այդ սուտը տարածողին, ես հասկանում եմ, որ իրանք ամեն ինչ անում են, որպեսզի դավաճանի եւ ուրացողի պիտակը, որը իրենց անվան հոմանիշն է դարել, փորձեն փակցնել այլոց վրա, բայց թող մեզնից վազ անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողվի։ Ես հասկանում եմ, որ Մելիք Ֆրանգյուլի շակերտների մեջ համբավը իրենց հանգիստ չի տալի, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առանձնապես չանհանգստանան։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ապրիլի 24-ին ընդառաջ նման խոսակցություններին, կարծում եմ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը, ինչպես նաև կուսակցության գործունեությունը այդ հարցում, կուսակցական դիվանագիտության տրամաբանության մեջ, հանրապետական կուսակցության կուսակցական դիվանագիտության մեջ ակնհայտ է ու խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերը։ Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում տարբեր երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան այցելած բարձրաստիճան պաշտոնյաների, երկրների նախագահների վերաբերմունքը այդ հարցին, ԵԺԿ բանաձևը, որը հետագայում հիմք դարձավ մի շարք եվրոպական երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչման հետ կապված, շատ ավելի խոսուն փաստեր են, քան որոշ երեսփոխանների ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ստերը։ Հիմա ես սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ազատություն ռադիոկայան Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եմ սահմանին տիրող իրավիճակից խոսեք, արդեն 1 ամիսը անցավ, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ահազանգում են չդադարող կրակոցների մասին, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույն հաճախականությամբ, նույն ձեռագրով բնակիչները ահազանգում են կրակոցների մասին։ Այս ընթացքում 2 թե 3 անգամ Պաշտպանության նախարարությունը խոսել է նաև միայն այդ 2-3
երեք հաղորդագրության մեջ է նշել թիրախավորված քաղաքացիական կառույցները թիրախավորելու Ադրբեջանի գործողությունների մասին։ Բնակիչները, պարոն Մամիջանյան, արդեն խոսում են գյուղում եւ կայուն շարունակվում է եւ չի երևում վերջը, իրենք արդեն այդ մասին են ահազանգում։ Ես կուզեի ձեր գնահատականը, նախ դուք ինչ եք կարծում, Ադրբեջանը ինչու է շարունակ կայուն պահում այս իրավիճակը, այս լարվածությունը, եւ երկրորդ մասով ինչ ունի այս պահին անելու իշխանությունը, եթե մարդիկ արդեն այնտեղ ահազանգում են, որ գյուղում վտանգավոր է եւ իրենք նույնիսկ ընտանիքներ կան, որ մտածում են գյուղից դուրս գալու մասին։ Այս պայմաններում իշխանության գործողությունները, շնորհակալություն։ Այս պայմաններում իշխանության գործողությունները պիտի լինի հրաժարական։ Եթե ինչ որ գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա, բայց չի վրա եք զարմանում, էդ է խաղաղությունը Փաշինյանի։ Դա Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է։ Ամեն ինչ տրամաբանական է Փաշինյանի պարագայում, մենք դրա մասին խոսել էինք։ Դժոխային է, որ այդ ամեն ինչը իրականություն դարձավ, բայց մենք իրապես դրա մասին զգուշացնում էինք։ Այդ մեկ։ Երկրորդ հայտարարությունների վերաբերյալ եկեք տենց հպանցիկ չանցնենք, էլի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածում էր բացառապես նրանից հետո, երբ դա արդեն սկսում է շրջանառվել մամուլում, սոցիալական ցանցերում եւ այլն։ Ընդ որում իրանց տարածած հայտարարությունն էլ մի հրաշք չէր։ Իրանք Ադրբեջանի փոխարեն կներեք բառիս համար, բայց կրուդիտ էին լինում։ Այսինքն իրանք Ադրբեջանի փոխարեն փորձում էին ի սկզբանե ասել դե բանը կրակահերթերը թիրախային չեն, օդ են կրակում, մեր վրա չեն կրակում, փուր են կրակում։ Այսինքն յուրաքանչյուր անգամ հետո երբ սկսեցին արդեն թիրախային կրակել, էլի հասարակության եւ լրատվամիջոցների ճնշման ներքո իրանք ստիպված եղան հայտարարել, որ մի քանի դրվագներով առնվազն կրակը եղել է թիրախային։ Սա է այն իրականություն։ Դրան ես երկու նկատառում ունեմ։ Մեկ, մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք այս 4 կամ 5 տարիների ընթացքում խաբվել են Փաշինյանի խաղաղություն են բերում սուտ թեզին։ Մենք արդեն փորձեցինք գնալ Փաշինյանի ճանապարհով։ Մենք զգուշացնում էինք, խնդրում էինք այդպես չանել, բայց իրեն հաջողվեց մեր քաղաքացիների ինչ որ հատվածի խաբել։ Մենք գնացել ենք այդ ճանապարհով, այսինքն ամեն ինչ զիջելու, բռնաբարվելիս թուլանալու եւ չդիմադրելու ճանապարհով։ Արդյունքը էս է, որ մարդիկ մտածում են իրենց տները թողեն գնան։ Իսկ գուցե արժի գոնե հիմա փորձել այլ ճանապարհ, ներգրավել միջազգային միջնորդ, ներգրավել բանակցային գործընթացի երաշխավոր, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը ու այսպես շարունակ ուշադրություն թող դարձնեն։ Ես պատերազմ մի հետ կապ ունեցող որևէ բառ չասեցի, իմ բոլոր բառերում բանակցություն բառը առկա էր։ Այնպես որ հեքիաթները թող գնան իրենց վարչության նիստերին պատմեն, որ մենք խաղաղությանը դեմ ենք։ Սա առաջին կետը։ Եվ երկրորդ, ըլի զուգահեռի տրամաբանության մեջ Փաշինյանը վերջերս իր ելույթներից մեկում ասում էր, որ եթե կրկնում էր այն միտքը, որ եթե անվտանգության երաշխավորը բանակն է, ապա այդ անվտանգությունը ձախողված է։ Շատ պարզ համեմատական առաջ քաշվում։ Ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորը այդ մի 20-30 մեքենաներից բաղկացած շարասյուններն են, երբ որ ինքը մտնում է որևէ տեղ այդ տարածքը դադարում է կյանքը մոլեկուլյար մակարդակում այդ տարածքում, իսկ գուցե այդ բարագայում ինքն էլ է ձախողված։ Ինչին է պետք իրան այդ անվտանգությունը։ Եթե իր տրամաբանությամբ երկրին բանակի կողմից երաշխավորված անվտանգությունը դա ձախողում է, իսկ կարող է վարչապետի աթոռին նստածի համար էլ ձախողում, եթե իր անվտանգությունը պահպանելու համար տեղը օգտագործվում է տենց բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, մեքենաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարծում եմ սա տեղին զուգահեռ է, որի մասին ինքը պիտի մտածի։